ամբողջովին քոնն եմ, հայրենիք, և մոմի նման ճամփեքիդ վրա քո փառքի համար թե մի օր վառվեմ, փոքրավից անգամ ինձնից չի մնա։ Այո, երբ ամենահազար թագավորություններից մեկն էր գահի, Ուրարտական թագավորությունը, և Ուրարտական թագավոր պիտի հռչակվեր նա, ով ծնվել էր հենց հայքի ոստան ու կանու, փառք պիտի բերեր աշխարհին հայոց։
Երևանի ժառանգը, քաջ վճռական Սարդուրի դեմ։ Որդիս, տարիներն անցնում են, բայց հայրենիքի սերը չի մարում։ Ես կառուցեցի քաղաքներ, պաշտպանեցի մեր հողը, բայց հիմա ժամանակն է, որ դու շարունակես։ Հայր, հանունը քարքով է հնչում, ես երդվում եմ, կպաշտպանեմ Ուրարտուն, կպահպանեմ ժողովրդի արժանապատվությունը և կավելացնեմ մեր երկրի փառքը։ Որդիս, թագավոր լինելը միայն զորություն չէ, դա նաև իմաստություն է, արդարություն ու պատասխանատվություն։ Սիրիր քո ժողովրդին և նրանք հավատարիմ կլինեն։ Այսօր ես քեզ եմ որդորվել, թող այս բախները պահապան լինեն։ Ես պատրաստ եմ հայր, Ուրարտուն պիտի լինի հզոր ու անպաշտ։ Սա իմ երկինն է, չափերով այնպիսին, որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ, որ չկորցնեմ վկա։
մշակութային ու հոգևոր ժառանգություն անցնում է դարերի միջով։ Երկիրս փոքր է, բայց աշխարհին տվել է ահռելի ժառանգություն, այբուբեն, հոգևոր ժառանգություն, անզուգական ճարտարապետություն, հերոսական պատմություններ, աշխարհը փոխող գյուտեր։ Նրա լեռներն ու գետերը ոչ միայն բնության դրաշքներն են, այլև արյունության ու հավատի խորհրդանիշները։ Երկիրս փոքր է քարտեզի վրա, բայց մեծ է իր արժեքներով, յուրանկալությամբ, աշխատասիրությամբ, մշակութով ու հավատքով։ Ապացույցն այն բանի, որ չի մեծության մեծ գործեր կատարելու համար զորությունը, որ ունի մասկը իրարանալուց։ Զորությունը, որը երեքներով է ուսում, փոխում է աշխարհի հունը։ Հայաստանս ափիս մեջ է, ու ես լեզուն եմ երկրից, ձայն եմ հոգու հայի։ Ահա ափիս մեջ գույն է հայերեն, կամուրջն անցյալի և ապագայի։ Լեռներն եմ երկրից, որ ոգեղեն հներան ու սյունն եմ, ձայն եմ դուդուկի, որ ընչում է դարերի վեր, այնքան պարզ արտացոլելով ապրած ամեն մի բավ։ Երկինքն եմ կապույտ, որ աղավնիների, արագինների, արծիվների տունն եմ մշտամնա, ու արևն եմ իմ հայրենիքի, որ ամեն կողմից թափանցում է ներս, ջերմացնում յուրաքանչյուր հոգի։ Սերն ենք բարության այն ձայնն է, որտեղ շատ պիտի իրականներ աշխարհով մեկ տարածի։ Դա ինձ է կողտարել իմ երկիր լուսեր, իմ երկիր չգնամ հավատություն է, միշտ վառ ես պահել, վառ պիտի պահես, ուր էլ որ գնաս։ Ես այդ բահին էլ գիր է կարդում, էլ սաղթելու, էլ բալին։ Մուհնուց եկած անկինոն թված, խնոցին է նա աչուծախնը, բալեքի ամար խնոցուց հանած, թանից պատրաստած չորքան կարևուլի ու վասար։
չկան։ Ազատություն է խաղաղությունը, ոնց Նալբանդյանը կասել։ Ազատ աստված այն օրից, երբ հաճեցավ շուչ փչել, իմ հոգերն ու շինվածքին կենդանություն պարգևել։ Ես անբարբար մի մանուկ, երկու ձեռքս բարձեցի, և իմ անձով թևերով ազատություն գրկեցի։ Մենք ընտրվածներ ենք, գիտեք, այս հողը, որում մենք ապրում ենք, եզերքի պորկադար է համար, և մենք արտիվներն ենք ես հողը։ Ճիշտ է, ինչ որ մի օրից աղավնին է դարձել խաղաղության խորհրդանիշը, բայց այն վերով արտիվներն են, արտիվ ենք, ես եմ, դու ես, բոլորս։ Խաղաղությունը, ազատությունը, բարիքներից մեծագույնը աշխարհի համար։ Խաղաղությունը աստված ստեղծեց, այս հողը, ջուրը, այս բնությունը, արևը, երկինքը, սրանք են խաղաղություն։ Երեխեք, վստահ եմ, որ մի օր աշխարհի բոլոր զենքերը պիտի անվիտան դառնան։ Նրանք պետք է նետվեն ամենախոր անդունդը։ Դրանց վրա պիտի բարձր ու սիրուն ծաղիկներ աճեն, հագելով ձգաններն ու փողերը։ Նրանք պետք է այն ծաղիկները լինեն, որոնք չհասցի են բացվել, և նրանց գերորը ստրվեր աշխարհը։ Այս զանգերն են, որ պիտի ավետեն խաղաղությունը, այս զանգերն են, որ հաղթական ճամփին զնգալու են միշտ։ Թե լինի ոսող, թե լինի գազան, այս զանգերից են սարսրել միշտ, այս զանգերն են, որ հողանջելու են հարատև ընդմիշտ։ Խաղաղությունը ես եմ, խաղաղությունը մենք ենք։
Կարծում եք, թե որտեղ է մեր երկիրը։ Մեր երկիրը, ահա հիմա ձեզ կպատմենք։ Այնտեղ իմ բարացապում, ժողովուրդը աղոհացավ, ամանդական մի ստիպացավ, ուր ծնվել են ուժդար մեծ, իմ երկիրը Սյունիքն է։ Այնտեղ ուժերեն են պահում տարերի պատմությունը, իսկ ճանապարհները տանում են դեպի հերոսական անցյալ։ Այնտեղ որ հաղորդում են, նորական քրմուծիվել, ուր ծաղրը այստեղ ծլաս, սրելի մեր կագում եմ դրում։ Այնտեղ ուժերեն են պատում հնագույն գաղտնիքներ, իր ժամանակը կարծես կանգ է առել դարերի խորքում։ Այնտեղ որ կան բարձր լեռներ, մետրոպատակ քարու խաչեր, ուր կա արև դաջված քարի մեջ կհերած կաղնուծաններ։ Այնտեղ որ բարակ լեռներն են հասնում երկուքին, իսկ համի երկում ազատություն մասին։ Այնտեղ ուր որ աղթամարն է, մեր սուրբ գանձն է, մեր Սևանը, ուր ալեհեր գեղամանն է, ահա սա է երկիրը մեր։ Այնտեղ ուր կապիտալիկներն են փայլում ավետար, իսկ արևը միանում է խաղաղ երկինքի։ Այնտեղ որ լորի բերն է, խելագարված խոր դեպ բերն է, ուր անտարից բույր է հոսում, ամեն ծառը քեզ հետ խոսում։ Այնտեղ ուր լեռներն է շշնջում, հին էգյակը, իսկ լեռները պահում են մեր ժողովրդի շողություն։ Երկնասարն է բարձրակակած, ջուրին հարիչն ու սպարակած, այն է որտեղ հողիցը զոր ծնունդ կարմեն, մարզիկներ նոր։ Այնտեղ ու քամի երկում են լայն դաշտերում, իսկ մարդիկ չեմ սուստով պահում են ավանդությունները, իրուն ընկալությամբ, աշխատասիրությամբ, մշակությամբ ու հավատքով։ Այնտեղ որ մայրարացն է, Արարատն է Բեհուսով, Մասիս Սարին աչքը առած, մեր երկիր Մասիսն է։ Այնտեղ վրարաշող դաշտերն են կյանք պարգևում, ու ոսկեգույն ատերը շողում են հայրենի համակրակ։ Իմ երկիր արագիրների օրանն է, հինի նորի վկան է, Զվարթնոցից մինչև այսօր արմավիրն է երկիրս նոր։ Այնտեղ ու բերքառատ այգիներն են շնչում արևի ջերմությամբ, իսկ հողը առատորեն պարգևում է իր բարիքները։ Կեչարից դրով եղանքը, զարն ու տաճարն ու երկակը, հատից լերն ու աշտահակը, իմ երկիրը մեր սոտայցն է։ Այնտեղ ու պատմություն, ունեկա, ով կողք են քարում, իսկ քարեր պատմեն անցյալի գաղտնիքները։ Այն է, որտեղ Նոյի իջա, որտեղ Հայկը հաղթեց վերին, այնտեղ որտեղ դարեր մաշած հավերցի խաչ կապված։ Այնտեղ որ խոսում է բնությունը իր ամենագեղեցիկ լեզվով, իսկ ատարները մենակ խաղաղությամբ։ Են որ բարձր Պարիզ ունի, այնտեղ որ ամրոցից է, հայոց արքա արգիստին մեծ, որ մեր տունն է մեր օրան, մեր երկիրը Երևանն է։ Այնտեղ ուրարարետի սուրբ հայացքի տակ ծաղկում է մեր մայրաքաղաքը, ու հին ու նոր քարերը միանում են մեր պատմության մեջ, իսկ փողոցները շնչում են հազարամյա հիշողությամբ։
Եղցին ու Սուրբ Հակոբ եկեղեցին, այն մեր շունչն է, մեր կարոտը, մեր անցյալն է ու գալիքը, Արցախն է մեր հայրենիքը։ Արցախը մենք սուսա, բայց այդ սուս մնալը ջղամա մեր սրտերում, քարերը դեր հիշում եմ անգելիս այսը, իսկ սարերը խոխոցիցից ան, բերքամի տարալը ու պերալը։ Արցախը քարտեզին իրան դծված սաղման, նա մեր իշխողության մեջի վարտով գրակա, վերմոխի տակ էր մարում, նատոնա, վերտորն է, բայց սպասում է, քրերնենի վերացխերը վարվում է, թվում է կրանք Արցախը լույսերը, վերը միջև մերենգա հաշտվաչու մտությանները, Արցախը ցավը, բայց նաև հպարմություն, կորուստա, բայց նաև արնակ, վերից կաչը քրաշարը, և եթե ասնի տղաց, կասում, դղ սրտս թեր տրամբատի պես, կամի կրանում։
բոլոր ներկայացներին, բոլոր հյուրերին, շնորհակալություն եմ ուզում հայտնել հատուկ ընկեր Միլետային, մեր ընկեր Հասմիկին, այսօր այստեղ չի, բայց ինքը մեզ շատ է օգնել, շնորհակալություն եմ հայտնում ծնողներին, իրենց աջակցության համար և շնորհակալություն եմ հայտնում երեխաներին, որ շատ լավ ներկայացան։ Ձեզ լավ օր եմ ցանկանում, ձեզ երկար տարիների մանկավարժական կյանք եմ ցանկանում։ Մենք հպարտանում ենք, որ ունենք այսպիսի դասվար, մենք հպարտանում ենք, որ ոչ մեկի համար գաղտնիք չի, որ սա ձեր աշխատանքի, ձեր տքնաջան աշխատանքի արդյունքն է, և հիմա ընկեր Մայրամը վայելում է, չարչարվում է, բայց գիտի ում հետ է չարչարվում։ Ինչ ուզենք այս երեխաներից կստանանք։ Ես ուզում եմ ձեզ ջան ասեմ, ես ասեմ ջան, որովհետև մեզ շատ հաճելի պահեր պարգևեցիք, սիրելի երեխաներ։ Ես հասկանում եմ, որ ամեն մի բառի ամեն մի բառի իմաստը հասկանում են, ամեն մի բառի իմաստը ընկալում են, ապրում են հոգով, ապրում են սրտով։ Եվ մեր դպրոցի գերագույն նպատակն է, որ մենք կրթենք այսպիսի սաներ։ Առավոտից մինչև ժամը 3-4-ը մենք զբաղված ենք դրանով։ Մենք ձեզ սովորեցնում ենք ազգային պարեր, մենք ձեզ սովորացնում ենք երգեր, մենք ձեզ սովորեցնում ենք հայրենիք, մենք ձեզ սովորեցնում ենք եկեղեցու պատմություն, մենք ձեզ սովորեցնում ենք Հայաստանի պատմություն, հայոց պատմություն։ Եվ դա քաղում ենք պտուղները այսօր։ Շատ հպարտ եմ, որ մեր դպրոցում սովորում են այսպիսի երեխաներ, մենք ունենք այսպիսի ուսուցիչներ, ունենք Մայրամի նման դասեր, ունենք ձեր նման ծնողներ, և մեր հզորությունը երևում է այս միասնականությունից, որ մենք բոլորս միասին ենք, որ մենք երբեք չենք տրտնջում, երբեք չենք ասում, սա նրա պարտականություն է, սա նրա պարտականություն է, և դրա համար էլ ստանում ենք այսպիսի արդյունք, որովհետև հարգում ենք բոլորի աշխատանքը։ Հպարտանում եմ, սիրում եմ, նորից ասում եմ, այն ազգային պարերը, երգը, որ մեզ դուք պարեցիք, ապրեցիք, մեկ անգամ ևս շնորհակալություն, Մայրամ քեզ էլ ամեն ինչի համար, հարգելի ծնողներ, որ դուք էլ մեր կողքին եք միշտ, այդ տատիկների մասին չեմ խոսում, որ փորձեր են տանում, բերում են, ապրեք բոլորը, շնորհավորում եմ, մեկ անգամ ևս ասեմ, որ վերջին տարվա ընթացքում, վերջին ամիսներին հայոց շուրթերից հնչում է ամենաշատ հնչող բառը դա խաղաղություն բառն է։ Եվ խաղաղության արժեքը մենք նոր ենք հասկանում, որովհետև բազմաթիվ հանդեսներ են եղել, որ հայրենասիրական երգ ենք երգել, հայրենասիրական պար ենք պարել ու մենք լացել ենք։ Լացել ենք, որովհետև սահմանը վտանգված է եղել։ Լացել ենք, որովհետև զոհեր են ունեցել միլիոնավոր և դրանք դեռանալ չի լինի։ Դարերի խորքից մենք միշտ եղել ենք, տեսեք մի երգի մեջ դուք ասում եք, խաչմերուկում ենք և միշտ պետք է զգոն լինենք, այո, մենք միշտ պետք է զգոն լինենք, ոչ մեկը չի ասում, որ իսկապես եկավ է խաղաղություն ու վերջ, խաղաղությունն է եկել է։ Մենք ունենք այնպիսի հարևաններ, մենք ապրում ենք այնպիսի դարաշրջանում, որ ոչ մեկը վստահ չէ։ Դուք տեսնում եք հիմա աշխարհում, աշխարհի ամենազարգացած երկրներում գենոցիդ է, կոտորած է ուղղակի։ Կոտորած է բարիս որ իմաստով ու զարգացած երկրներն են դրա մեջ։ Ոչ մեկը ապահովագրված չէ պատերազմից, բայց ես հպարտ եմ, որ հիմա ապրում ենք մի դարաշրջանում, աշխատում ենք մի դարաշրջանում, որ մեր երկիրը մեր կառավարությունը մտածում է ձեր ապագայի մասին, մենք բոլորս մտածում ենք ձեր ապագայի, ձեր խաղաղության մասին, եւ ուզում ենք, որ իսկապես
մեր մայրերը, մեր զինվորների մայրերը գլուխը դնեն բարձին խաղաղ, քնեն մինչև առավոտ եւ հանգիստ լինեն, որ զինվորը սահմանին խաղաղ պայմաններում է, որ զինվորը սոված չէ, որ զինվորի կյանքը վտանգված չէ։ Մեկ անգամ եւս հպատանում եմ ձեզով, դուք ապագա զինվորներն եք եւ մենք վստահ ենք, որ դուք որտեղ էլ լինեք, մեր պատիվը բարձր եք պահելու, ապրեք շատ։ Ասեք, տերն ջան։ Դուք եք քոչարան շնորհավոր ձեր տարեդարձը, դուք եք միշտ հայրենասիրական թեմաները միշտ ձեր համարել եք առաջնային նպատակ եղել, ձեր հանդեսներն է միշտ այդ թեմաները շատ են եղել։ Ընկեր Մարիամն է ձեր զավակն է ու վստահաբար ձեր ընտանիքում միշտ է թեման է ու երևում է, որ ինքը իր համարել է այդ շատ կարևոր վարքը։ Ուզում եմ ասել ընկեր Մարիամ, շնորհակալություն մեր օրնում այդքան պակասող հայրենասիրությանը Արցախին անդրադառնալու համար։ Հայրենասիրությունը սկսում է պատմությունը, մշակույթը, անցյալը, քարտեզի վրա մեր սահմանները հստակ իմանալու։ Ու շնորհակալություն, որ հպարտությամբ անդրադարձել եք այդ թեմային ու մեր երեխեքին էլ սովորացնում եք պատմությունը, անցյալը, Արցախը չուրանալ։ Շնորհակալ եմ շատ։ Ձեր նման Ես էլ շնորհակալություն եմ ուզում հայտնել 5-րդ դասարանի բոլոր ծնողներին, որ այսպիսի շնորհաշատ երեխաներ են պարգևել մեր դպրոցին մեզ, եւ ուզում եմ ասել երեխաներ ջան, հայրենիքը մեր ուժն է, մեր հպարտությունն է, մեր բոլորի տունն է եւ այն ամենը, որ դուք ցույց տվեցիք ու ձեր բեմից ձեր ելույթի ընթացքում փոխանցեցիք մեզ։ Շնորհակալություն ընկեր Մարիամին, շնորհակալություն ձեզ, այսքան գեղեցիկ, այսքան ուսուցողական եւ հետաքրքիր միջոցառում ներկայացնելու համար։